Երբեք այդ փուլում եղող մարդը չի գալիս հոգեբանի մոտ, չի գնում բժշկի մոտ, բուժմամբ չի զբաղվում, որովհետև անձի մտքով անգամ կարող է չանցնել, որ իր մոտ հուզական այրում է։ Որն է այդ փուլը, երբ որ անձը շատ ներգրաված է աշխատանքում, կախված է կարծես աշխատանքից։ Իր մոտ կան դեստրուկտիվ համոզումներ, միֆեր, որ եթե ինքը չլինի, այդ աշխատանքը առաջ չի գնա, եթե ինքը չանի, չի արվի, ոչ ոք իրենից լավ չի կարող անել, եթե ինքը չլինի, գործը կկանգնի։ Եվ նմանօրինակ սխալ համոզումները անձին բերում են նրան, որ ինքը ահավոր շատ ներգրավում է աշխատանքի մեջ, շատ ռեսուրս է տալիս, կարծես չի վստահում ինչ-որ մեկին, որ աշխատանքը այսպես փոխանցի, հա, որ իր փոխարեն գոնե աշխատանքի մի մասը մեկ այլ անձանի, եւ այդ կախվածությունը աշխատանքից ուղեկցվում այս արտահայտությամբ, որ էս էլ անեմ, վերջ, հեսա այս մի պրոյեկտն էլ ավարտեմ կհանգստանամ, միջև տարվա վերջ մի հատ լավ գործ կա, էս էլ վերջացնում ու վсё, էլ սենց չեմ աշխատի, եւ այս փուլը անձը չի ճանաչում, չի զանազանում, որ իր այսքան, այսչափ ներգրավվածությունը աշխատանքին իրենից ահռելի մեծ ռեսուրսներ են տանում եւ հետևանքը լավ չի լինելու, անձը անցնում է հաջորդ հանգրվան։ Հաջորդ հանգրվանը հոգնածության զգացումն է։ Անձը հյուծվում է, հոգնում է, սպառվում է։ Ինքը արդեն սկսում է արտահայտել, կարծես բողոք է ներկայացնում, որ վրես հալ չկա, հոգնած եմ, հավես չունեմ, չեմ հանգստանում, քնից արթնանում եմ արդեն իսկ հոգնած, միտեղ լիներ փախչեի, եթե մենք ականջալուր լինենք մարդկանց նմանօրինակ մեսիջներին, որոնք իրենք հղում են մեզ, մենք կարող ենք երբեմն կարծես օգնել, որ մարդը կանխի այս ընթացքը, հա, որովհետև այս փուլին հաջորդող հանգրվանը շատ ավելի վտանգավոր է, որովհետև հուզական այրումին հաջորդում է դեպրեսիա։ Հուզական այրումը այս երկրորդ հանգրվանում, երբ որ անձը չի ճանաչում նորից, որ այս քրոնիկ հոգնածությունը իրեն շատ ավելի վատ տեղ է տանում, սկսվում է անձի մոտ դեպրեսիան։ Թուլություն, այդ ապատիկ վիճակները, որը քիչ առաջ նկարագրում էի, անձը կարծես ընդհանրապես ռեսուրս չունի, հուզականորեն սպառված, էմոցիոնալ առումով մաշված, հյուծված, կորցրած հետաքրքրությունները, կորցրած մոտիվացիան, ձգտումը, երազանքները, հույսը եւ հայտնվում է այս դեպրեսիվ վիճակում։ Եվ դեպրեսիային հաջորդում է շատ ավելի բարդ հանգրվան, որն էլ այդ անվերականգնելի հյուծվածությունն է։ Եվ ինչ անել, հա, այս դեպքերում, առաջին երկուսը, ինչպես արդեն ասեցի, չի ճանաչվում, անձը չի զանազանում, չի հասկանում, չի զգում իր խնդիրը։ Երրորդ հանգրվանում սովորաբար խորհուրդ է տրվում, որ հա, եթե անձը այս դեպրեսիվ վիճակում է, հոգնած, սպառված եւ այլն, կարող ենք առաջարկել, որ նա վերցնի դադարներ, շաբաթվա մեջ գոնե մեկ անգամ անի այնպիսի աշխատանք կամ այնպիսի հոբի ունենա, այնպիսի, չգիտեմ, գործունեություն ծավալի, որը իրան կտա հաճույք, որը կվերականգնի իր կորցրած ռեսուրսները, փոխի աշխատանքը, եթե օրինակ իր աշխատանքը ավելի հանդարտ, նստակյաց է, փոխի աշխատանքը դեպի ֆիզիկական ակտիվության ոլորտ, եթե ֆիզիկական ակտիվության ոլորտում է տեղափոխվի աշխատանքային դաշտը դեպի մենտալ ակտիվության ոլորտ, բայց այս չորրորդ հանգրվանում ընկերներ արդեն ոչ թե պետք է մտածենք աշխատանքի մասին, այլ կյանքի մասին, որովհետև այս երրորդ, չորրորդ հանգրվանները արդեն ուղեկցվում են հոգեսոմատիկ որոշակի շեշտված խնդիրներով եւ անձը էլ ոչ թե չի ուզում գնա աշխատանքի, այլ չի կարող գնալ աշխատանքի, ոչ թե չի ուզում ինչ-որ բան անել, այլ ուղղակի չի կարող անել։ Եվ ասեմ, որ երբեմն այս երրորդ, չորրորդ փուլը նաև ինչով է աչքի ընկնում, որ անձի կյանքում այսպես շատ պատահական դժբախտություններ են տեղի ունենում, ընկնում է ոտքն է կոտրում, չգիտեմ, հիվանդանոց է ընկնում, կռիվներ, վեճեր, կոնֆլիկտներ, կարծես հոգեկանը ինքը ստեղծում է պայմաններ, որ անձը հանգստանա։ Այ երբեմն մենք ծիծաղում ենք, որ մեկ էլ ասում ես ինչ-որ մեկը պատահաբար ընկել է ոտքը կոտրել է, ասում ենք դե եթե քեզ մնար դու երբեք այդ արձակուրդը քեզ չէիր տա, բայց ոտքդ կոտրելու պարագայում դու ուզես չուզես 2-3 ամիս պետք է տանը մնաս։ Այսինքն պատճառներից խոսեցինք, ինչ անելուն շատ չեմ կարող անդրադառնալ ընկերներ, որովհետև այստեղ բանալի միտքը, որ անձը պետք է ճանաչի իրեն, անձը պետք է զգա իր վիճակը, պետք է հասկանա, որովհետև մեր մեջ լինում են անձիկ, ովքեր այդ մրցակցության պայքարի մեջ իրենք չեն զգում ինչ է կատարվում իրենց մարմնում, իրենք չեն զգում իրենց հյուծումը, իրենք չեն զգում իրենց սպառվածությունը, իրենք կենտրոնանում են կյանքի մի ոլորտի վրա, օրինակ, կենտրոնանում են միայն աշխատանքի վրա, եւ դա էլ է հյուծող, չէ՞ որ երբ որ մենք մի ոլորտում ենք միայն ներդրվում, այդ նորից միատոն, մոնոտոն վիճակը նորից մեզ սպառում է, այսինքն եթե
փորձենք օգնել կամ եթե դուք ինձ լսողներդ ունեք այդ խնդիրը, պետք է ձեր կյանքում բալանս լինի։ Կենտրոնացեք ձեր կյանքի գրեթե բոլոր ասպեկտների վրա, հա, ընտանիք, ընկերներ, ժամանցներ, հոբի, սիրած զբաղմունք, դա կարող լինի գիրք կարդալը, երգելը, երաժշտությամբ զբաղվելը, ընտանիք, ֆինանսներ, առողջապահական որոշակի գործունեություններ, որոնք նորից կանխարգելիչ կարող են լինել ձեր առողջությանը, այսինքն դուք չեք կարող կենտրոնանալ ձեր կյանքի մի ասպեկտի վրա, դա արդեն իսկ վտանգավոր է, որովհետև անգամ եթե ձեր ֆիզիկական մարմինը չարձագանքի եւ հյուծման չգնա, ձեր կյանքի այդ ոլորտներում կլինեն ճգնաժամեր եւ խնդիրներ, որովհետև այն անձը, ով միայն կենտրոնացած է իր աշխատանքի վրա, բնականաբար ընտանեկան ոլորտը տուժում է, սոցիալական հարաբերությունները տուժում են, այսինքն ամփոփելով կարող եմ ասել ընկերներ, եկեք ուշադիր լինենք։ Հետևենք ինքներս մեզ, փորձենք զգալ ինչ է կատարվում մեր մարմնում, ինչ պրոցեսներ են կատարվում մեր մտքում, մեր սոցիալական հարաբերություններում, մեր մարմնում, ինչպիսին է մեր քունը, ինչպիսին է մեր ախորժակը, ինչպիսին է իմ ինքնազգացողությունը, որ եթե ինչ-որ բան մեզ սպառնում է, մենք կարողանանք ժամանակին ճանաչել եւ կանխել։ Իսկ ովքեր որ արդեն իսկ գտնվում են 3-4 փուլերում կամ գոնե ձեր ընտանիքի անդամները, ընկերները ձեզ անընդհատ հուշում են, զգուշացնում են, որ դու շատ ես աշխատում, կախվածության մեջ ես աշխատանքից եւ այլն, մի պահ կանգ առեք եւ ինչու՞ չէ, գուցե մեր օգնության կարիք ունենաք։ Ովքեր որ կունենան մեր օգնության կարիքը, կարող են դիմել Ես եւ մենք խորհրդատվական կենտրոն, զանգահարելով 095 51 44 հեռախոսահամարով, պարտադիր չէ գալ մեր կենտրոն, որը Բաղրամյան 18-ում է, կարող եք մեզ հետ կապ հաստատել նաեւ WhatsApp-ով։ Մենք եւ Հայաստանում եւ Հայաստանից դուրս եղող շատ անձանց հետ աշխատում ենք WhatsApp-ով եւ ասեմ, որ աշխատանքը դրանից չի տուժում։ Անգամ on-line տարբերակով մենք շատ արդյունավետ եւ պրոդուկտիվ ֆունկցիոնալ խորհրդատվություններ ենք ունենում։ Սիրով կսպասեմ ձեզ, հույսով եմ, որ նյութը ձեզ օգտակար եղավ։ Ցտեսություն։